Այն ծավալի թմրանյութի վաճառք, որ այսօր Երևանում ու Հայաստանում է, երբևիցե դա չի եղել, հասկանում եք։ Տարին 4 անգամ նույն ճանապարհը ասֆալտել է։ Նախարարության ուղի դեմ դիմացը հանդիսանում է թմրավաճառների, թմրանյութ վաճառողների ու թմրանյութ օգտագործողների հավաքատեղի։ 6 տարվա մեղադրանք առաջադրված, ելքը երկրից իմ փակա, ինչի համար, որ յոգուրտը նկարի վրա է լցրել։ Քաղաքակիրթ երկրներում օրինակ հիմա պամիդորով կամ ձվով են խփում մարդուն ուղիղ, էլի։ Նիկոլ Փաշինյանի շրջիկ թափառախմբի ներկայացուցիչներին ապահովում է Տիգրան Ավինյանը։ Արդեն գիտական աստիճան ունեն մանկապարտեզների գործով։ 26 թվականը պետք է բոլորիս համար լինի վերջնաժամկետ։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այս տարվա վերջին հարցազրույցը, մինչև մեր այսօրվա հյուրին ներկայացնելը, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ամբողջ ընթացքում հետևեցին, դիտեցին, տարածեցին, մեկնաբանեցին, ձեր շնորհիվ արդեն 3 տարի է հարցեր կան։ Իսկ այսօր հարցեր կան Երևանի Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ես եմ շնորհակալ, որ այստեղ եք, պարոն Մանուկյան։ Իհարկե մենք փորձել ենք այսօր տոնական հագնվել, բայց առանձնապես տոնական տրամադրություն չկա, եւ դա առանց գույները խտացնելու եմ ասում, տարին բավականին բարդ էր, իրականությունը տագնապալի, անվտանգային խնդիրները արկախված են, տնտեսական խնդիրներ կան, Հայաստանում արդարադատության ճգնաժամ է, ինչը սպառնալիք է յուրաքանչյուր հասարակության համար, սոցիալական լուրջ խնդիրներ կան։ Ես մի պարզ, բայց շատ ցցուն օրինակի մասին կխոսեմ, 2 օրից ավելի Երևանի վարչական շրջաններից մեկը ամբողջությամբ հոսանքազրկվել էր եւ այս իշխանությունը, որ մեծ խոստումներ է տալիս եւ շատ հավակնոտ ծրագրերի մասին է խոսում, 2 օրից ավելի չէր կարողանում մի ենթակայան կարգի բերել վերանորոգել։ Ես հենց այս պահին ձեզ ուզում եմ ուղղել երևի թե երբևէ, որ կարող է գոյություն ունենալ ամենաբարդ հարցերից մեկը, ինչպես է, որ եւս 1 տարի Հայաստանի հանրությունը, հայ հանրությունը հանդուրժեց այս իշխանությանը եւ մասնավորապես երևանցիները հանդուրժեցին այսպիսի կառավարումը եւ այսպիսի քաղաքապետի։ Տեսեք, նախ ձեր խոսքի մասին անդրադառնամ, այսօր ես իմ մեջ որոշում եմ ընդունել, որ չնայած այն հանգամանքին, որ ինչ-որ ուրախանալու կամ բարձր տրամադրության շատ առիթներ չունենք, բայց որոշել եմ վերջին 8 տարվա մեջ եզակի երևի դեպքն է, երբ որ ես փողկապով եմ եւ տոնական, բայց փորձում եմ տարին փակել եւ 26 թվականը համարել վերջնաժամկետ այս ամբողջ մղձավանջին։ Դուք իրավացի եք, որ ինչպես կարելի է հանդուրժել եւ քաղաքային իշխանությանը եւ գործող իշխանությանը, քանի որ իրենք ամեն օրի վրա ցույց են տալիս, թե ինչքան չեն սիրում մեր ժողովրդին, ցույց են տալիս, որ իրենց կառավարման համակարգում ձախողումները ամեն տեղ չկա մի տեղ, որտեղ իրենք գրանց են հաջողություն եւ իրենց կեղծ լոզունգներով ասում են, գիտեք ինչ կա, այս տարի մենք բերել ենք խաղաղություն, դա կեղծ է, որովհետեւ այդ իրանց կեղծիքը, որ փորձում են սնել, ինչի արդյունքում եք դուք դա բերել կամ եթե բերել եք, այսօր օկուպացված տարածքներ ունենք, այդքան զոհվածների ընտանիքներ ունենք, Բաքվում այդքան գերիներ ունենք, միջանցք եք տալիս, ինչ ուզում են դուք տալիս եք, ինչ ուզում եք, էլի, հասկանում եք, ասում եք, օքեյ, թո 300,000 ադրբեջանցի գա բնակվի այստեղ, վաղը կարող ասեն Սայաթ-Նովայի փողոցը պետք է մենք անվանակոչենք Հեյդար Ալիևին որպես մեր աղբոր փողոց օրինակի համար, դա չի նշանակում, որ դա խաղաղություն է, խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ եւ ելնելով դրանից ես կարծում եմ, որ 26 թվականը պետք է բոլորիս համար լինի վերջնաժամկետ։ Իրենց մնացել է մի փոքր պետական ռեսուրսի ազդեցության տակ եղած մարդիկ եւ մի փոքր անհասկանալի երևույթներ, ովքեր չես կարողանում հասկանալ, արժե համակարգ է այդ մարդկանց, ուղղակի դու չես կարողանում հասկանալ, երբ որ իրենց համար, չգիտեմ, Շուշին հայկական չի, Արցախը հայկական չի, երբ որ մեր զոհերը հանուն ոչնչի են ուտեն, շարունակական կարող ենք մենք թվել։ Եվ այս իշխանությունը իր գոյության 8 տարվա ընթացքում 8 միլիարդ դոլար պարտքավեշ է, 8 միլիարդ դոլար, ավելին քան Կրկնապատկել է եւ մի բան էլ կրկնապատկելուց մի փոքր ավելին, քան բոլոր երկրի ղեկավարները միասին վերցրած, եւ մնացորդային ոչինչ չի ստեղծել, հասկանում եք,
մի հատ ենթակառուցվածք, նոր կառուցվածք չկա Երևանում, հասկանում եք, եթե օրինակ Տարոն Մարկյանը կարող ասել իմ ժամանակ նվազագույնը Մոնթե Մելքոնյանի այդ փողոցը լրիվ ամբողջությամբ այլընտրանքային ճանապարհ կառուցվել է կամ նմանատիպ մի քանիսն է կարող եմ օրինակ բերել, կամ դրանից առաջ եթե մենք գնում ենք դեպի 2000-2008 թվականը կարող են ասել Դավթաշենի մոստը օրինակի համար, թունելները ամբողջ քաղաքով, որ տեսնում ես Խանջան, Օրբելի շարունակական կամ Կասյանի այդ ենթակառուցվածքը կառուցվել, այստեղ ոչ մի բան չեն արել, հասկանում եք։ Ոչ մի բան, որ հարցնում ես 8 միլիարդ ինչ են կարել, իրենք ստեղ էլ պոպուլիզմը առաջ է գալիս, հիմա զենք են գնել, եղբայր, այդ կեղծ բաները գնացեք դուք ձեր բաբլի մեջ հավաքվեք, ձեր ժողովրդի մեջ ասեք, այդ բյուջեի ծախսերը պարզ երևում է որ դեա գնաց, զենքին այդքան գումար դուք չեք ուղղել, ինչ հեքիաթներ եք պատմում, ինչ հեքիաթներ եք պատմում, էդի կարող եմ մտա հետո բացում եք ստվերը վերացրել ենք, բա որ ստվերը վերացրել եք, այդ փողերը ամբողջությամբ երևում է ուղղել եք սրան, ու վերջ, իրանց մոտ ինչ է ստացվում, տարին 4 անգամ նույն ճանապարհը ասֆալտել է։ Հարցադրում եք անում, հա, հռետորական թե ինչ հեքիաթներ են պատմում այս իշխանության ներկայացուցիչները, ես շատ ուղիղ հարց ունեմ, իսկ ինչ արեց ընդդիմությունը, որ մարդիկ չհավատան այդ հեքիաթներին եւ այն բաբլը, որում դեռ կան մարդիկ, ինչ եք արել, որ կարողանաք այդ բաբլից մարդկանց դուրս բերել։ Եվ երբ ասում եք, որ 2026-ը վերջնաժամկետ է լինելու, դուք տեսնում եք այդ նախադրյալները, այսինքն ընդդիմությունը ունի մարտավարություն, ռազմավարություն, ուժերն է մեկտեղելու, ամբիցիաներն է մի կողմ թողնելու, որպեսզի վերջնախաղ խաղա եւ կարողանա իշխանափոխություն անել։ Տեսեք, քաղաքային իշխանության օրինակով բերեմ, թե ինչ է արել ընդդիմությունը կոնկրետ օրինակ ես։ Անցյալ տարի օգոստոս ամսին որոշում կայացրեցի, որպեսզի սկսեմ իրանց հետ այլ լեզվով խոսալ, այլ լեզուն հանրային ճնշում գեներացնելն է։ Եվ սկսեցի դեռ անցյալ տարի օգոստոսին ոչ մեկ չէր ասում, որ Երևանի քաղաքային իշխանությունն այս աստիճանի թալանչի է։ Այսօր ամեն երկրորդին դուրս ես գալիս, ուղիղ ցույց ես տալիս ինչեր են խոստվել, ինչ չեն արել իրենք։ Սկսեմ տրանսպորտի խնդրից, երբ որ ասում ես, որ մարդուն արժանապատիվ տրանսպորտ չես հրամցրել, դու թալանել ես, շատ ուղիղ թալանել ես, հասկանում եք, տեսեք, իրանք ասում են 600,000 մարդ կար վերգետնյա տրանսպորտով օգտվելու, մետրոն չհաշված։ Եթե մենք 500,000-ի հաշվարկով ժողովրդին ցույց ես տալիս, բազմա պատմում ես 100 դրամով անում է 50 միլիոն, բազմա պատմում ես 365 օրով, անում է 18 միլիարդ դրամից ավելին, 100 դրամով։ Իրանք թանկացրել են, այսօր իրանք մետրոն էլ հետը չեն կարողանում 15 միլիարդ հավաքեն կամ հավաքում են, գողանում են։ Այսօր բոլորը դա տեսնում են, դրա քայլն եղավ, որ ժողովուրդը բոյկոտեց առաջի քայլը։ Ինչ են կարեն մենք ու ժողովուրդը ինչպես է պատասխանել նրանց։ Հաջորդիվ խնդիրը բյուջեի մսխումները, մանկապարտեզների վերաբերյալ խայտարակ իրավիճակ, օդի աղտոտվածության վերաբերյալ, եթե մենք նայում ենք բոլոր խնդիրները ի ցույց ես դնում։ Դու ցույց ես տալիս, որ այս մարդիկ, քանի որ սկսեցին ժողովրդին խաբել, որ մեր մոտ անվտանգային խնդիրները, Արցախը մեր վրա բեռ էր, Արցախից պրստենք որ լավ ապրեք, ցույց ես տալիս, որ այս մարդիկ առաջինը թալանչի են, այսինքն այն կեղծ լոզունգով, որ իրանք եկան թալան կոռուպցիա, ամենաուժեղ թալանողը, ամենաուժեղ կոռուպացվածը իրանք են։ Շենքին շին թույլտվություն են տալիս 5 արգանի, հետո այդ շենքը դառնում է 8 արգանի։ Բա կոռուպցիան ուրիշ ո՞նց է լինում։ Այսօր դու ցույց ես տալիս, որ այս մարդիկ կոռուպացված թալանել են, էս են արել, են արել։ Բոլորը ցույց ես տալիս, որ մարդիկ իրական պատկերը սրանց տեսնեն առաջի քայլը։ Հաջորդիվ ամբողջական ընդդիմությունը։ Եկեք մի բան հասկանանք, մեղադրում են ընդդիմությանը։ Ընդդիմությունն իմ կարծիքով արել է այն, ինչ կարողացել է իր ուժերի ներածով։ Դրա արդյունքում ստացել է այն, որ քաղ բանտարկյալներ ունենք անթիվ անհամար։ Այսօր բերթերում, եթե մենք նայում ենք ինչքան գաղութներում ինչքան քաղ բանտարկյալներ կա, թիվը արդեն 100-ից ավելին է, եթե չեմ սխալվում։ Այդքան մարդ բան է եղել։ Ու այս մարդիկ սկսում են տոտալ բռնաճնշումները, հասկանում եք, եթե 18 թվականին մենք նայում ենք, որ մի հատ ոստիկան չէր համարձակվում մեկի վրա ձեռք բարձրացնել, այսօր ոստիկանները մարդկանց ծեծում են անխնա, հասկանում եք, մարդկանց գլխին գործ են կարում։ Այսքան այս իշխանությունը, ոնց որ այս իշխանությունը մարդկանց գլխին գործ կարե, իրանք է դառել են վատ բեմականացնող մոնտաժանող կերպարներ։ Եթե իրանց մոտ Տուշոնկա շոուն 18 թվականին ստացվեց, մի արդեն ամեն օր ցույց են տալիս, որ իրանք կեղծ են, ամեն օր, հասկանում եք, Բագրատ Սրբազանի դեպքը, Վարդան Ղուկասյանի դեպքը, Արշակ Սրբազանի դեպքը, հասկանում եք, ու սենց շարունակաբար կարող ես դու տանել եւ ի ցույց դնել, որ այս մարդիկ ինչ են անում։ Իրանք այդ տոտալ բռնաճնշումները, որ գնում են, Լիլիթ ջան, հասկանում եք, մարդկանց մոտ վախ է առաջանում։ Ու նաև 25 թվականին մարդիկ գիտակցում էին, որ 26 թվականը
ոչ շատ հեռու է, մյուս տարի է, մի քանի ամսվա խնդիր կար, ես կարծում եմ մարդկանց մոտ նաև հույսը 26 թվականն է, որ 26 թվականին պիտի գնան իրավական ճանապարհով այս իշխանությանը ասեն ստեսություն, այսինքն մյուս տարբերակը որ կա, դա կամ պիտի գործող իշխանությունը որոշում կայացնի հեռանա, կամ ինչ-որ հեղափոխություն պիտի լինի, բայց երբ որ փողոցներում մենք տեսել ենք, որ 70-80 հազար մարդ էլ եղել է, այս իշխանությունը փախնում, ջայլամի պես գլուխը մտցնում է գետնի տակ, ինքն է մի հատ ինչ-որ բունկերներում պայ է մտնում, մարդիկ ինչքան կարող են փողոցներում մնալ, հասկանում եք, եւ նաեւ այն մեղադրանքը, որ ընդդիմության հասցեին լինում է, որ չկարողացավ, օքեյ, չկարողացավ, եկող տարի ձեր համար համապատասխան մեծ ընտրության հնարավորություն կա, շատ մեծ։ Չեք ընդունում Հայաստան դաշինքին, չեք ընդունում Հանրապետական կուսակցություն, այսինքն գործող այսօր ընդդիմադիր բևեռներին, կա մի քանի նոր բևեռներ շարունակությամբ, Գագիկ Ծառուկյանը, մեր ձևովը Սամվել Կարապետյանի դեմքով, չգիտեմ, Արտուր Վանեցյանն օրինակի համար, Հայկ Մարությանը, այդպես բազում օրինակներ կբերեմ, գնացեք ընտրեք, բայց այս իշխանությունը ինչպես ցույց է տալիս վարչական ռեսուրսը կեցիկներով ամեն ինչ անում է, որ ինքը վերարտադրվի։ Եվ բոլոր տեղերի ընտրությունները դա ցույց է տալիս, այսինքն իրանք սկսած, որ ափաշկարա ձևով մանկապարտեզների տնօրենները սկսում են հերթագել գնաց թե չգնաց, ցուցակագրում են, ԱԱՑ-ն ու ոստիկանությունը այսօր դարձել է իշխանություն կազմակերպող, իշխանություն պահող կառույց։ Մի քանի օր առաջ Ճոպանուղու տարածքում էի քանդված, որը նախարարության ուղի դեմ դիմաց էր, ինչ պատկերը տեսնես, որ նախարարության ուղի դեմ դիմացը հանդիսանում է թմրավաճառների, թմրանյութ վաճառողների ու թմրանյութ օգտագործողների հավաքատեղի, հետքերն ակնհայտ երևում են, հասկանում եք, այն ծավալի թմրանյութի վաճառք, որ այսօր Երևանում ու Հայաստանում է, երբևիցե դա չի եղել, հասկանում եք։ Լավ ուրիշ բան ասեմ, Հայաստանում 1000-ից ավել ռուս մարմնավաճառեր կամ այլազգի մարմնավաճառներ գալիս են, գործունեություն են ծավալում, հետ են գնում, ինտերնետով ու բոլոր տեղերում կա, ոստիկանությունում կամ ԱԱԾ-ն ինչ անում, ոչ մի բան, հասկանում եք, ոչ մի բանով չի զբաղվում։ Չէ, զբաղված են ընդդիմադիրներին ճնշելով եւ ինչպես դուք եք խոսում քաղբանտարկյալների մասին, երեք տեղեկություն ստացանք, որ հայրենի կուսակցության վարչության անդամ Խաչիկ Գալստյանին են ձերբակալել, հետևում են դրա հոսում մարդիկ ապշած, որ այդպիսի համեստագույն մարդու կարող են ձերբակալել, կալանքի տանել, հարցնում էին իսկ ինչն է պատճառը, որևէ պատճառ պետք չէ, որ այս իշխանությունը գնա այդպիսի քայլի եւ որևէ մեկը ապահովագրված չէ, պարոն Մանուկյան, եւ երբ դուք խոսում եք ընտրությամբ իշխանափոխության հասնելու մասին, վստահ եմ, որ ինձնից լավ եք պատկերացնում, որ ոչինչ չի կաշկանդում այս իշխանությանը ընտրությունից, ասենք, մի քանի շաբաթ առաջ ձերբակալել, կալանավորել ձեր նշած անձանց եւ այդպիսով գխատել հնարավորությունը ընտրությամբ որևէ արդյունքի հասնելու կամ հետագայում փողոցային պայքար գեներացնելու։ Նախ կուզենամ դատապարտեմ Խաչիկ Գալստյանի նկատմամբ այս հետապնդումները, Խաչիկին Գալստյան ճանաչում եմ 2010 թվականից, մենք միասին համալսարանում աշխատել ենք որպես դասախոսներ, ինքը միջազգային հարաբերությունների այդ ամբիոնում էր, ճիշտ եմ հիշում, այդ ֆակուլտետում, ես տնտեսագիտության ֆակուլտետում, Խաչիկը Գալստյան պարկեշտ անձնավորություն է եւ տեսեք դուք խոսում եք, որ մարդկանց կարող են բռնել, մեր այս զրույցը կոնտեքստից դուրս մի քանի բառ հարցազրույցից իրար հետևից կկտրեն, կկպցնեն եւ երկուսը կարող են կալանավորել, հասկանում եք։ Այսօր այս իշխանությունը դարձել է դա մի Խաչիկին Գալստյան մեղադրել, որ ինչ որ կաշառք 2 ամիս հետո նոր տարուց առաջ հոգեբանական հերթական ճնշումն է, հասկանում եք, այսինքն իշխանությունը ցույց է տալիս, որ ամեն ձև ձեզ կճնշեմ, կջարդեմ, կոչնչացնեմ։ Իդեպ դուք նույնպես անցնում եք այդ մեքենայի, ուրեմն միջով, հա, բռնաճնշումների ձեր դեմ նույնպես կա հարուցված գործ։ Իմ դեմ, իմ ընտանիքի դեմ 2018 թվականից ի վեր այնքան աբսուրդային գործեր են հարուցել, մի օրինակ բերեմ, իմ կինը հղի էր, աշխատում է պետական ապարատում, դիմում էր գրում, որ խնդրում եմ տրամադրել իմ հերթական ֆիզ արձակուրդը, այսինքն դեկրետ գնալը, պատասխանը գալիս է մնալ ձեռնպահ։ Հասկանք հիմարություն կամ դեկրետի մեջ կնոջս աշխատանքից ազատում է, երբ որ նա գտնում է ֆիզ արձակուրդի մեջ է գտնվում։ Էլ սկսած ապօրինի գույքը, երբ որ իշխում են 91 թվականը, երբ որ 91 թվականին խորհրդային տարին ռուբլի ա եղել, իմ հայրն եղել է ոդխոզի սուի պետ, այսինքն մեծ շինարարական հիմնարկի տնօրեն, ասում են պոտենցիալ քո եկամուտը կարող էր կազմել 48 դրամ, ապագայի փող, այսինքն դու չգիտես վաղը դրամ կլինի թե չէ, այսինքն 91 թվականին ռուբլի ա եղել։
բերում են տես գործ են հարուցում, կամ իմ տունը վարկով ձեռք են բերել, համ վարկն են ձևակերպում, որ ապօրին է եղել, համ տունն է եղել, ասում են ոնց խո գժանոց չի, ասում եմ սպառողական վարկը վերցրել ես, տուն ես ձեռք բերել, լավ եմ արի աչքի թայնել հանել եմ, դու ով ես, օրինակի, հետո վերջում էլ իրանք միջնորդում են, որ կասեցնեն, որովհետև չեն կարողանում ապացուցել, ասում ենք եկեք ամեն մի փողն ասենք որն ինչ է, խո դուք գիժ չեք, ես ինչ եք անում, էլի հասկանում եք, ուղղակի անընդունել է, այսօր իրանք ամեն ձև ցանկացած իրենց ընդդիմախոսի փորձում են լրացնել, հենց հիմա ինձ 6 տարվա մեղադրանք առաջադրված, ելքը երկրից իմ փակա, ինչի համար, որ յոգուրտը նկարի վրա է լցրել, քաղաքակիրթ երկրներում օրինակ հիմա պամիդորով կամ ձվով են խփում մարդուն ուղիղ, էլի, հիմա իրանք այդ էկոսիստեմը կարող է ինձ տանեն կալանքի դրա համար, հասկանում եք, ու բոլորին են անելու իրանք, Դուք դրան պատրաստ եք։ միանշանակ, ես ասել եմ, դրանք ով են դրանցից վախենան, մենք ցույց պետք է տանք, որ այդ իրենց կալանավորումը, հետապնդումը մեր համար ոչինչ է, ես մի քիչ իմունիտետ եմ ձեռք բերել, քանի որ 8 տարի մշտական այդ հետապնդումների մեջ եմ եղել, մշտական է, չասած կարմիր բերետների ին վրա հարձակվել է, կարմիր բերետը գալիս ցուցմունք է տալիս, մանկած տեղ, այո, ես գնացել եմ ոդկով հարված է խփել եմ, այդ գործը փակում են, քննիչին հանում տեղափոխվելու շտեղ, հա դուժող եմ եղել, աբսուրդ, ոստիկանները խմբով հարձակվում ինձ խփում են, ոչ մեկ դեռ պատասխանատվություն չի կրում, մի հատ քաղաքացի պատական, մի հատ ոստիկանի հրի, կբռնեն կտանեն կդատեն, հասկանում եք, ու իրանք անելու են դա, իրանք ընդդիմադիրներից մի մասին չեն գրանցելու որպես տեխնացու, հիշեք, այսօր մեր հարցազրույցը, մյուս մասին ընտրություններից առաջ կձերբակալեն, մյուս մասին կասեն ընտրակաշարք են տալիս, ամեն ինչ, իրանց գործի անունը ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը դա է դրանց գործի անունը, կամ օրինակ այդքան խոսում եմ Երևանում կոռուպցիայի մասին, քաղաքապետանում վխտում է այդ կոռուպցիան, այդ պոզով պոչով կենթանին մտել այդ շենք դուրս չի գալիս, դուխ չեն անում, ես վերջում պարզել եմ ինչի համար դուխ չեն անում գնան իրանց հետևից, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի շրջիկ թափառախմբի ներկայացուցիչներին ապահովում է Տիգրան Ավինյանը, քաղաքապետարանի աշխատողները կանաչապատման, այսօր այդ մեկին է պատվոգիր է տվել, այնքան անգրակ է, չասեմ ինչ բառերով մեկը, որ պատվոգիրը թարս է բռնել, այսինքն բոլորին երևում է Երևանի զինանշան, ինքը չի հասկացել, պտտի զինանշան պահել է իր կողմը, զինանշանը նկարվի։ Խորքում հասկանում է, որ արժանի չէ, որոշել է այդ կերպ բոյկոտի։ Շտապօգնության աշխատակիցներին են ուղարկում ընդեղ, օրինակ, շարունակեմ անթիվ անհամար աշխատակիցներ, ես ասել եմ, աշխատանքային ժամին ուղարկում եք զվռնելու, դրա համար ԱԱԾ դուխ չես անում մտնես այդտեղ։ Լավ, Երևան քաղաքը 4 տարի գլխավոր ատակագիծ չի ունեցել, քաղաքային հողերը մեջ են արել, դրա համար 0 պատասխանատվություն կրող ոչ մեկ։ Ավտոբուսներն առնում են թանկ գնով, հետո պարզվում է գողական բազար են անում, ասում են մի 30 հատ ավտոբուս տվեք, թեման ջրենք, դա աբսուրդ բան էր։ Այսինքն ավտոբուսի մրցույթը հայտարարվում է, գալիս ավտոբուսը, տեսնում եմ, որ այդ ավտոբուսում 2 նստարան պակաս է, գազի բալոնն ուրիշ տեղ է, մոտորն ուրիշ տեղ է։ Դու դրա համար ոչ մեկ պատասխանատվություն չի կրում, տանում են կառավարության չզեկուցող հարցերի շրջանակում, ասում են ոչինչ բերել են, մեր աղբերներն են, ընդունենք, բայց դա նորմալ է։ Դուք այս հարցերը շատ հաճախ սոցցանցերում հասցեագրում եք Նիկոլ Փաշինյանին եւ դա անում եք խիստ սարկաստիկ ոճով, որովհետեւ համարում եք, որ Տիգրան Ավինյանը այնինչ անում է կամ չի անում, հանցավոր անգործությունը շատ ժամանակ, չէր կարող դա անել առանց Նիկոլ Փաշինյանի իր քաղաքական հոր հովանավորության։ Տեսեք, ժողովրդի մեջ, նաև իշխանականների մեջ կա մի խոսույթ, որ Նիկոլն ինչ անի, թիմը վատնա, մեր Նիկոլը խաբար չի, Նիկոլն ինչ մեղավոր է, որ օրինակի համար Տիգրան Ավինյանը թալանչի է կամ մյուսն էսա, հիմա հարցին ուղիղ հարցադրումն ուղղում եմ հասցեատեր Նիկոլ Փաշինյանն է, ասում եմ օրինակ պուլպուլակների համար մի քանի 100 միլիոն դրամ փող է դուրս գրվում, բա լավ Նիկոլ Փաշինյան, որ հելնում, այտենց քայլելով գնում ես, չես տեսնում, որ հրապարակի պուլպուլակը տարվա մեջ չի լվացում, ի շնորհիվ սկսեցին լվացնել մաքրել պուլպուլակները, բայց դա խայտարակությունը գիտեք որն է, Նիկոլ Փաշինյանը գալիս լվաց տեսնում այդ պուլպուլակը, անցնում այդ ազգային պատկերասրահի մոտ, Գագիկ Թագավորի արձանը տեսնում, ասում է, բայց ճիշտ է ասում այդ մարդը, այս Գագիկ Թագավորին էլ եկեք լվացնեք, այս ապուշտները չեն հասկանում, որ Գագիկ Թագավորը կավից թե գիպսից է, լվացում ջարդում է խես Գագիկ Թագավորին, հələ մի հատ վերցեք նախկինն ու ներկան, տեսեք Գագիկ Թագավորն ինչ ով է եղել, Էդ էլ նախկինի տեղ են դրել, քանդը ջարդել են Գագիկ Թագավորին, ինչ եմ ուզում ասեմ, Նիկոլ Փաշինյանն ուղիղ հարցադրումներ են տալիս, Նիկոլ Փաշինյան, դու հաշտես այս երևույթի հետ, դու հաշտես, որ օրինակի համար մանկապարտեզ, աբսուրդ ասեմ, այս տարի բերել են նորից 13 մանկապարտեզ, որ պիտի հիմնովի նորոգ են, քանի որ այդ մանկապարտեզների գործով ենքան եմ ես մասնագիտացել, արդեն գիտական աստիճան ունեմ մանկապարտեզների գործով, այս մանկապարտեզները բացեմ նայեմ 13-ից 10 մանկապարտեզը 23 թվականից նույն մանկապարտեզն է, 23
թվականից այդ մանկապարտեզներն առնում գազերը ֆինանսի ենք սարքում։ Նույն մանկապարտեզները, նույն թվերը, ոչ մի բան չեն փոխվում։ Ասում գոնե ստից բռնեք ուրիշ համար գրեք։ Արախ դու խայտարակ չեք։ Ավինյանն ասում այս տարի դուխով գնացը որ կսարքենք վերջապես։ Հետո բահ չտամ Նիկոլ Փաշինյան դու հաշտես ես մտքի հետ որ ամեն տարի մանկապարտեզների համար 2-3 միլիարդ դրամ փող են դուրս գնում այդ մանկապարտեզները չի սարքվում այդ փողն ուր է գնում հարց եմ տալիս ուր է գնում այդ փողը շատ պարզ երեխեքի մանկապարտեզների սնունդը մի անգամ մտել եմ մանկապարտեզներից մեկը կարակը գցել եմ թավայի մեջ ինձ հետաքրքիր զգացի որ կարակ ոնց որ վառված ցելոֆոնի հոտ գար հասկանում եք այս տարվանից սկսել եմ մանկապարտեզների սնունդների հետևից գնալ Շատ ծանր է լինելու, բա հարց չտամ Նիկոլ Փաշինյան, դու հաշտես այդ մտքի հետ, որ քաղաքում այս ամբողջ տիրում է, այս խայտարակությունը տիրում է քաղաքում։ 8 տարի է խոսք են տվել, որ Իսակովը պիտի միացնեն Արշակունյացին, հասկանում եք այդ փողոցներ, ինչ են արել, ոչ մի բան չեն արել։ Բա դրա պատասխանատվությունն ով է վերջա հարց եմ տալի քաղաքական պատասխանատվություն կրողնովը հա հասկանում են որ իրանք ունեն գրդոջի կցորդ Արամ Զավենի Սարգսյանին իրանք կլենտն է հասկանում եք իրանք էլ աճաստում են իրանք այդ հավասար Երևանի այդ թալանին մասնակից է հավասար հասկանում եք իրանք այդ պատասխանատվությունը կրում է բայց սա ամբողջ քաղաքական պատասխանատվություն կրողը Նիկոլ Փաշինյանն է Երևան քաղաքի բյուջեն 400 միլիոն դոլարից ավել է հասկանում եք 400 միլիոն դոլար Բերանով ասելն է հեշտ ինչ են անում մենք տեսնում ենք Երևանում ուր այդ փողը ուրեմն ասեմ ոչ մի հատ ավտոբուս չեն առնելու ոչ 26-ին 27-ին 28-ին իրանք պլանավորած ավտոբուս գնելու ոչինչ չունեն բայց Տիգրան Ավինյանն ասում է մարդիկ պետք է ավտոյով չգան ավտոբուսով գան ընկեր այսօր մարդիկ չեն կարողանում ավտոբուսով գալ բա որ մարդկանց մնացած ավտոյով չգան ո՞նց են գալու մետրոյի աջափնյակ գայանը մոռացեք այդ մարդիկ ստախոս են Իրապ արդեն գումարների վատման մասին եմ Ահռելի մեծ, էլի։ Հաջորդը որ կա, ճոպանուղին, ասում են ճոպանուղի են կառուցելու մենք, հարց տվեց, ասի եկող տարի ես ճոպանուղով ինձ իրար ձեր բռնենք, արի ձեռդ բռնեմ, ճիշտ է, հետո պետք է գնամ տենց ախտահանվեմ բանան եմ, այդ որ անցնեմ այդ Տիգրան Ավինյանից, բայց կարանք բարձրանանք ճոպանուղով, թե չէ։ Ասում է չես կարա, բան չեք խոսում։ Ինչի համար խոսացին որ 250 ավտոբուս պետք է էլեկտրական ավտոբուս առնեն։ Ուր է դա։ Ուր է։ Հասկանաք սուտ ստի վրա, այսինքն ժողովուրդը 26 թվականին պիտի հասկանա, որ առաջին այս մարդիկ չկարողացան արժանապատիվ խաղաղություն բերել։ Իսկ իրենց ասած խաղաղությունը կեղծ է։ Մի Նիկոլը չտա Աստված վերարտադրվելու պարագայում ասել են խոստվածներ բեր։ Այսօր ինքը Թուրքիային ու ադրբեջանցիներին այնքան շատ բան է խոստվել։ Սկսած է որ թուրքերն ասում են Հայաստանի հետ սահմանները ճշգրտելու խնդիր ունենք Շիրակի մարզում, այսինքն Ախուրյան գետի աջ կողմը ասում են այդ գյուղերը մերն է օրինակ։ Հետո ինչքան պետք է շարունակի։ Ու 26 թվականին ամենակարևոր որ կա ժողովուրդը մեր պետք է գա ընտրատեղամաս։ Ու ինքը ունի իր քիմքին հարիր տեխնացու։ Իսկ դուք ինչ ձևաչափով եք պատրաստվում 2026-ի ընտրության անձամբ դուք, եթե իհարկե։ Ես այդ որոշումը դեռ չունեմ, թե ես ինչ ձևաչափով եմ լինելու, մասնակցելու եմ, թե չեմ մասնակցելու, արդյոք իմ անձը կգնահատվի, թե չի գնահատվի, որովհետև ես կուսակցական չեմ, բայց ես Նիկոլի դեմ պայքարում եմ, քաղաքական թիմերի հետ գնացել եմ առաջ եւ այս պարագայում մի քանի հատ կարևոր կետեր կա, այսինքն դա հետեւյալն է, առաջինը կա թիմ, ով որ գնահատում է իմ անձը, իմ կատարած աշխատանքը, իմ նաեւ փոխադարձ հարգանք այդ թիմի նկատմամբ կա, թիմի կազմում ովքեր են լինելու, խիստ կարևոր է թե ովքեր են լինելու, ովքեր են մասնակցելու այդ թիմին եւ պիտի հասկանաս, որ մարդիկ ուզում են հաղթել բոլորը, բայց այն որ մասնակցելու են, որ Նիկոլը իշխանազրկվի, դա մասնակցել եմ, կապ չունի, ես կլինեմ տեխնացու, չեմ լինի, ընդգրկված կլինեմ ինչ-որ մի քաղաքական թիմի համամասնական ցուցակում չեմ լինի, դա կարևոր չի, ես մասնակցել եմ, որպեսզի ԿՊ-ն չվերարտադրվի, այսինքն ես ամեն ինչ անելու եմ, որ գնամ մարդկանց հետ շփման, բացատրեմ, որ այս իշխանությունը չարիք է ու պիտի մեկ օր շուտ հեռանա։ Պարոն Մանուկյան, մարդկանց բացատրելու հարցի կարևորության մասին եք խոսում, դուք տևական ժամանակ է սոցցանցերում բավականին ակտիվ եք եւ հանրամատչելի բովանդակություն եք փորձում ստեղծել։ Այն ոչ եւ տարբերակը, որ ընտրել եք մարդկանց հետ հաղորդակցման, ինչ արդյունք է տալիս։ Դուք տեսնում եք դրա արդյունքը, որովհետեւ շատ հաճախ երբ
այդ թվում ես քննադատում ենք ընդդիմությանը, դա անում ենք նրա համար, որ իրենք փոխեն աշխատելավոճը եւ գլուխը ոչ թե մի քանի անգամ պատին խփեն, այլ պատը հաղթահարելու տարբերակներ գտնեն։ Հիմա հաղորդակցման ձևի փոփոխությունը նույնպես շատ կարևոր քայլ է մարտավարական։ Ինչ արդյունքներ եք դուք տեսնում։ Մի քիչ գլուխ գովալ չլինի, բայց իմ աշխատելավոճը ժողովրդի հետ իմ գնահատմամբ շատ արդյունավետ է, դա ցույց է տալիս օրինակ իմ TikTok-յան էջը, որի դիտումները մեկ տարվա մեջ 23 միլիոնից ավելի է, հաջորդիվ երբ որ ես փողոց եմ դուրս գալիս, մարդկանց հետ շփման, տեսնում եմ մարդկանց վերաբերմունքը, ես տեսնում եմ, որ մարդկանց դուրը գալիս է, երբ որ դու իրենց հանրամատչելի, ոչ ակադեմիական լեզվով բացատրում ես, թե օրինակ կոռուպցիան ու թալանը որն է, հասկանում եք, երբ որ դու մարդկանց բացատրում ես այս իշխանությունը ինչ չարիք է, եւ մարդկանց այն վերաբերմունքը, որ ես փողոց դուրս գալուց A կետից B կետ գնալը, եթե սովորական մարդու համար դա կարող է տևել 25 րոպե ոտքով քայլելու, իմ պարագայում դա տևում է շուրջ 1 ժամ, ես գնահատում եմ, որ դա այն արդյունքն է, որը որ իմ աշխատանքի շնորհիվ ստացել եմ։ Այսինքն մարդիկ կանգնացնում են, սկսում են խոսալ, ասում են, «Էս մի բանը լավ ես անում», այս մի տեղը զգույշ եղի, նաև մի հատ տատիկների մեծ խումբ կա, որոնց շնորհակալություն հայտնեմ, իրանք այդտեղ շատ ակտիվ ինձ ասում են, զգույշ եղի, բալաջան, քեզ հանգարց չձերբակալը են, կալանավորեն, ուրեմն ասեմ գլուխները քարին կտան, երեսները պատին կտան, այսինքն այդ մարդիկ անհանգստանում են, գրում են ինձ, բոլորի հետ անխտիր պատասխանում եմ այդ մարդկանց մեջ, շփվում եմ, իրանց խնդիրները բոլոր Երևանի վարչական շրջաններով պատտվենք, հատիկ առատիկ թվարկեմ ինչ խնդիրներ կան, մարդկանց ինչ է ուզում, ոնց անում, եւ ես այդ մարդկանց եթե չունենայի ֆիդբեքը դրական առումով, մոտիվացիա չէր լինի, որ ավելի կպնեի իմ գործին, ավելի տենց դեպքերը ներկայացնեի, շփվեի եւ մնացածը, ուստի նաեւ շնորհակալություն մեր երևանցիներին եւ համակարգացիներին, ովքեր աջակցում են ինձ եւ իրենց այդ խոսքերն ա բերում իրենց, որ ես ավելի ակտիվ ու ավելի պարտավորված եմ լինում։ Բայց պարոն Մանուկյան, համաձայնեք, որ հավաքական իմաստով շատ կարևոր խնդիրներ չկարողացաք լուծել իբրև խմբակցություն, չկանխեցիք օրինակ տրանսպորտի թանկացումը, աղբահանության թանկացումը, բազմաթիվ տուրքեր ավելացան, կարմիր գծերի, ապօրինի թանկացումը։ Այս բոլոր խնդիրները, որոնք շատ ուղիղ ազդում են երևանցիների եւ ոչ միայն Երևանում բնակվողների կյանքի որակի վրա, դրանք գլոբալ առումով փաստացի չկարողացաք կանխել։ Եկեք հասկանանք, թե մեր ֆրակցիայի եւ իրական ընդդիմադիր ավագահայրների մեղքը որքանով է։ Սկսենք իրական պատկերը ներկայացնելուց։ ՔՊ-ն ունի իր փայատեր Հանրապետություն կուսակցությունը, Արամզավենի Սարգսյանի կուսակցությունը եւ ունի իր կրդոնչիներին, իր կլիենտուրային, դա հանրային ձայնից պոկված, այսինքն դոգի վրայից թռած մի քանի ավագանիներ, շատ ուղիղ ասում եմ այդ մարդկանց, որովհետև այդ մարդիկ գիտակցելով, որ միակ տարբերակը բոյկոտն է, որպեսզի այդ բաղձալի արդյունքը ունենաս դու, իրենք ասում են, չէ, մենք գնում դեմ ենք քվեարկում, դեմը հավասարա կողմին, մի 100 անգամ դա բացատրեն են։ Այսինքն իրականության մեջ ընդդիմությունը արդար պայմաններում չի գտնվում։ Եվ այս պարագայում ինչքան էլ շատ ուզենա, քանի որ իրանք ունեն իրենց կլիենտուրային, իրանք հաղթող են դուրս գալիս։ Հիմա եկանք թե ընդդիմադիրներն ինչ են արել։ Մեր ֆրակցիան դատի ատվել է կարմիր գծերի մասին այդ որոշումը եւ ունի դրական արդյունք 4 ատյաններում, 2 անգամ առաջի ատյաններում, 2 հատ վերաքննիչում հաղթանակ է գրանցվել եւ այստեղ էլ կա քաղաքական բարոյականության աստիճան։ ՔՊ-ն եւ Հանրապետությունը վառ գիտակցելով, որ այդ որոշումը ապօրինի է եղել, իրենք նորից ասում են ժողովուրդ, մենք թքած ունենք, որ մտել ենք ձեր գպանը եւ ձեզանից քերում ենք այդ գումարը։ Մենք պետք է այդ 2 քանի միլիարդ դրամը ձեր ջեբը մտնենք, քերթենք ու տանենք ձեզանից։ Հասկանում եք։ Մենք այդ կռիվը տվել ենք։ Ուրիշ բան, որ իշխանությունը իր պնդաճակատության կամ այդ համառության արդյունքում կամ այդ մարտնչող տգիտության արդյունքում իրանք նորից շարունակում են նույնը պահել։ Երբ որ իրանք բացատրում ես, որ աղբանության գինը, որ դուք թանկացնում եք, քառակուսի մետրը չի գեներացնում աղբը գեներացնում է մարդ, հասկանում եք։ Ես շատ նորմալ եմ նայում, որ Երևանի կենտրոնում նորակառույցներում այսպես էլիտար շենքերի բնակիչները պետք է թանկ վճարեն, բայց նույն բանը եթե դու պրոյեկտում ես Հաղթանակ գյուղում կամ Խարբերդում կամ 9-րդ մասում, դա արդար չի։
Հասկանում եք, մարդ ով պապական հաղթանակ 4 գյուղում տուն են ունեցել, մի փոքր մեծ են սարքես, որ այդ մարդկանց մեջ ապրում է տատի, պապի աղբանության գումարը աստղաբաշխական մեծ գումար է գեներանում։ Կամ մյուս օրինակ ասեմ, կամ տրանսպորտի թանկացման մեր ֆրակցիան դուրս է եկել փողոց, ցույց ենք տվել, որ սրանք թալանչի են, բերել ենք օրինագիծ, որ 100 դրամից էլ էժան լինի, մերժվել է այդ օրինագիծը, այսինքն ժողովրդի շահերը պաշտպանել ենք, ժողովրդի հետ եղել ենք փողոցում, բոյկոտը տվել է իր արդյունքը, այսինքն մենք չենք ասում մարդկանց մի վճարեք, ասում ենք ժողովուրդ թափանցիկ եղեք, թալանը վերացրեք, արժանապատիվ տրանսպորտ բերեք, այսօր Երևանում 600-ից ավել կանգառ չկա։ Անձևը գալիս է, մարդ պաշտպանված չի, ժամերով կանգնում տրանսպորտի է սպասում, ու հետո դու թանկացնում ես, բա դրա բարոյական ճիշտ կողմը որտեղ մնաց, դու ապացուցում ես, որ ժողովրդին դու չես սիրում, շատ ուժեղ ձևով դու չես սիրում ժողովրդին, 8 միլիարդ դոլար պարտք ես վերցրել, բայց այսօր Երևանը 500 շարժակազմի պակաս ունի, 500 ավտոբուսի պակաս ունի, նորմալ չի դա, հասկանում եք, ու իրանք ցույց են տալիս, ընդդիմությունը ամեն քայլի ցույց է, մանկապարտեզների հետ կապված խնդիրը, մենք դուրս ենք գալիս, ասում ենք, որ իմ հետևողականության արդյունքում, կռվի արդյունքում մի տարի ուշացում պետք է փորձեմ այդ 105 մանկապարտեզը բացել տամ, բոլոր մանկապարտեզների հետևից գնում են, որ մեր երեխաները պիտի գնան մանկապարտեզ, մանկապարտեզ կա, այնքան են թողել 8 տարի Վերոնիկա մանկապարտեզը վերցրեցին, ոչ մի բան չարեցին, քանդվեցին, որոշում են կայացնում հիմնահատակ քանդեն, դե երևի էլիտար շենքի թույլտվություն են ուզում տան։ Այդ կապիկությունն է, որ անում են մանկապարտեզները, չգիտեմ ում ժամանակ են օտարես են արեններ, մանկապարտեզներից համար երկու հատ մեծ մանկապարտեզը Նիկոլ Փաշինյանի քավորն է սեփականաշնորհը վերցրել իրան։ Այսօր իա կրթահամալա, գոնե կրթահամալիրա ծառայում։ Բայց տղայք գնացեք բերեք դուք։ Բերանս չբացեն էլի։ Կամ ձեր ձեռնով է բռնեն, նորից եմ ասում, Տիգրան Ավինյան թույլ եմ տալիս, վազելով գնացեք ու մանկապարտեզները հետ բերեք։ Իմ համար 0 արժեք ունի, թե ով է այդ մանկապարտեզները վերցրել։ Ու չեմ կարծում, որ բանական ինչ-որ մի հատ էակ կասի լավ են արել մանկապարտեզն սեփականաշնորհը։ Պարոն Մանուկյան, ես ամեն դեպքում չէի ուզի, որ այս եթերից հետո ձեզ կալանավորեին, ձեր հետևից գային, ես կուզեմ, որ դուք ձեր ընտանիքի հետ ամանորը դիմավորեք եւ շատ կուզեմ, որ 2026 թվականին հավաքական ընդդիմություն ասվածը ոչ թե այս կամ այն ձախողման պատճառաբանություններ ներկայացնի, հիմքերը ներկայացնի արդարացումները, այլ շատ ուղիղ եմ ասում, չկարողանան հաղթանակի արդյունքը բաշխել միմյանց միջև, թող ամենաբարդ հարցը դա լինի։ Կարծում եմ, որ ավարտին կունենաք ամանորի մաղթանք։ Ես ուզում եմ շնորհավորել համայն հայությանը, իմ սիրելի երևանցիներին, սիրելի ժողովուրդ, ես ցանկանում եմ, որ 26 թվականը բոլորիս համար մենք սահմանենք վերջնաժամկետ այս չարիքից ազատվելու համար։ Ես ցանկանում եմ, որ 26 թվականին մեր հայերի ընտանիքներում կորուստ չլինի, նվազագույնի լինի կամ բնական լինի այդ կորուստը տանեկան։ Ես ցանկանում եմ, որ հաջողությունները ուղեկցեն մեր բոլորի ընտանիքներին։ Ամենակարևորը ես կոչն ու խնդրանքը իմ համաքաղաքացիներին, մեր ժողովրդին, որ 26 թվականին համախմբվենք եւ ինչպես Լիլիթն ասեց, խնդիրը լինի հաղթանակի միջև իրար բաշխման կռիվը, թե ով է հաղթել, ով ավելի շատ ձայն տարել։ Ես կոչ եմ անում, խնդրանքը 26 թվականին բոլորը մեկ մարդու նման գնան ընտրատեղամաս եւ իրենց քվեով արտահայտեն իրենց վերաբերմունքը այս իշխանությանը։ Ես տեսնում եմ ժողովուրդը ինչ ձևի չի սիրում այս իշխանությունը եւ հակառակ տեսնում եմ նաեւ թե այս իշխանությունը ոնց է ատում մեր ժողովրդին, ամեն ինչ անում է հակաժողովրդական եւ այս չարիքը, այս մղզավանջը պետք է ավարտվի։ Սիրելի հայություն, շնորհավոր գալիք նոր տարին եւ Սուրբ Ծնունդը, եւս մեկ անգամ մաղթում եմ, որպեսզի 26 թվականը լինի մեր բոլորի հաղթանակների եւ նորանոր ձեռքբերումների տարի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։